Արտաքին գործերի նախարարի այցժնև Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Մագա Բոճորիշվիլին կհանդիպի խորհրդի նախագահի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ։ Նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպումների օրակարգի հիմնական թեմաներն են մարդու իրավունքը, պետականության քաղաքականությունը եւ այս ուղղությամբ համագործակցության խորացումը։ Կառավարության գրասենյակում Վրաստանի վարչապետը անցկացրեց աշխատաշուկայի հետազոտության շնորհանդես նախարարների կաբինետից բացի հանդիպմանը ներկա էին նաև համալսարանի ներկայացուցիչներ։ Մենք անցկացնում ենք ուսումնասիրություն, որի հիմնական նպատակն է որոշել համալսարաններում քվոտների բաշխում ըստ մասնագիտությունների, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն, ինչպես նշել է վերջինս, աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկը միջնակարգ դպրոցի ուսուցիչների եւ վաճառքի ու մարքեթինգի մենեջերների նկատմամբ է։ Վարչապետը նաև քննարկեց տարբեր ոլորտների մասնագիտություններ։ Աշխատանքային ներգաղթյալներին եւ ինքնազբաղված օտարերկրացիներին աշխատանքային թույլտվություններ տրամադրելու վերաբերյալ կառավարության որոշումը քաղաքական սպեկտրի քննարկման առանցքայինում է։ Իշխող թիմը դրական է գնահատում կառավարության որոշումը եւ կարծում, որ միգրանտներին չպետք է առաջնահերթություն տրվի այս ոլորտներում, որտեղ Վրաստանի քաղաքացիները կարող են աշխատանք գտնել։ Գախարիայի կուսակցությունում որոշումը ուշացած են համարում։ Ազգային շարժումը վրացական երազանքի կողմից ներքին միգրացիոն քաղաքականության մասին խոսակցությունները համարում է ֆարս։ Իմեդի հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից սահմանված պատժամիջոցների վերաբերյալ։ Ինչպես հայտնի դարձավ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել Իմեդի հեռուստաընկերության նկատմամբ։ Ավելի քան 22 տարի Իմեդի հեռուստաընկերությունը ծառայել է Վրաստանին եւ խոսքի ազատությանը մեր երկրում։ Իմեդի հեռուստաընկերությունը չի նահանջել նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանում իշխում էր հանցավոր ռեժիմը եւ բացահայտում նրա բոլոր արատները, ինչը ավարտվեց հեռուստաընկերության ներխուժմամբ եւ գրավմամբ։ Մենք կցանկանայինք բոլորին հիշեցնել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նույնիսկ ընդհանուր մտահոգություն չի հայտնել Իմեդի հեռուստաընկերության գրավման վերաբերյալ։ Ավելին, Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակել է աջակցել հանցավոր ռեժիմին, որը ոտնահարում էր ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունը Վրաստանում նույնիսկ 2007 թվականից հետո։ Այս ֆոնին վրա Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները ոչ մի արժեք չունեն։ Իմեդի հեռուստաընկերության համար միակ արժեքավոր գնահատականը վրաց ժողովրդի վստահությունն է։ Այս վստահության շնորհիվ տարիներ շարունակ մենք ամուր պահպանել ենք Վրաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստաընկերության կարգավիճակը։ Հետևաբար մենք ապագայում կշարունակենք բարձր պատասխանատվությամբ գործել վրացական հասարակության առջև եւ Իմեդի հեռուստաընկերությունը կշարունակի ավելի եռանդուն կերպով ծառայել Վրաստանին եւ խոսքի ազատությանը Վրաստանում, ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցցանցում արձագանքում է ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարելիցին։ Նա գրում է. այսօր լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարելիցը, այս պատերազմի իր տևողությամբ ավելի երկար է տևել, քան հայրենական մեծ պատերազմը, եւ որ հիմա ռազմաճակատի գիծը գտնվում է ճիշտ այնտեղ, որտեղ գտնվում էր 80 տարի առաջ, անցյալ դարի 40-ական թվականներին։ Նրա խոսքով այսօր, երբ մեր տարածաշրջանը կրկին բախվում է սպառնալիքների հետ, Վրաստանի համար ուժը, միասնությունը եւ ինքնիշխանությունը ամենակարևոր հրամայականներն են ոչ միայն պաշտպանության առումով, այլ նաեւ պատմական։ Վրաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները Օլիվե Կուրտոն, Պիտեր Ֆիշերը եւ Գարեթ Ուորդը համատեղ հրապարակում են Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման 4-րդ տարեդարձը։
Ինչպես է վտանգված Վրաստանի համար հոդվածը։ Հոդվածը տարածվում է Վրաստանում Գերմանիայի դեսպանատան կողմից սոցիալական ցանցերում։ Ինչպես նշվում է հոդվածում, Վրաստանը կարող է կարևոր դեր խաղալ եվրոպական անվտանգության ամրապնդման գործում։ Բացի այդ, ինչպես նշում են դեսպանները հոդվածում, այն պնդում է, որ Գերմանիան, Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան կոչ են արել Վրաստանին բացել երկրորդ ճակատ այս հակամարտության մեջ, կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես կարդում ենք հայտարարության մեջ, Վրաստանի պաշտպանության ուժերի հետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում շարունակում է ամրապնդել պաշտպանական կարողությունները հնարավոր ագրեսիայի դեմ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Վրաստանի ինքնիշխանությանը եւ նրա իրավունքներին, որոշելու իր սեփական անվտանգության ընտրությունները։ Այս համատեքստում մենք շարունակում ենք համագործակցել Վրաստանի պաշտպանության ուժերի հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում, ամրապնդելու նրանց պաշտպանական կողմերը հնարավոր ագրեսիայի դեմ եւ նպաստելու Հարավային Կովկասում եւ Եվրոպայում անվտանգությունը։ Կարդում ենք դեսպանների տարածած համատեղ հայտարարության մեջ։ Ուկրաինայում պատերազմը սկսվելու 4-րդ տարելիցի առթիվ Մեծ Բրիտանիայի դեսպանը պահանջում է, որ Վրաստանը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Վրաստանի խորհրդարանի խոսնակը այս հայտարարությունը արել է սոցիալական ցանցում։ Շալվա Պապուաշվիլին գրում է, որ պետք է հստակ նշվի, որ պատժամիջոցների կիրառումը շարունակում է Ռուսաստանի հետ լարվածության սրացում։ Սրացումը, լարումը նշանակում է պատերազմ, որում մենք մենակ կլինենք։ Երբեմն քարեր նետելու փոխարեն հայոյանքը բավարար է պատերազմ հրավիրելու համար։ Մենք այս ֆոնը բազմիցս դիտել ենք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ պատժամիջոցներ կիրառելը։ 4 տարի առաջ պատերազմի առաջին իսկ օրին խստորեն եւ հստակ նշվեց, որ Վրաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը չի համապատասխանում Վրաստանի ազգային շահերին եւ Վրաստանը ոչ մեկից ներողություն խնդրելու կարիք չունի դրա համար։ Մեծ Բրիտանիայի շահը բրիտանացիների շահն է, այլ ոչ թե վրաց ժողովրդի, գրում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Ուկրաինայում պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ Կիև են ժամանել եվրոպացի առաջնորդները, այդ թվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։ Ես Կիևում եմ պատերազմի սկսելուց ի վեր արդեն 10-րդ անգամ հաստատելու համար, որ Եվրոպան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին ֆինանսապես, ռազմական առումով եւ այս դժվար ձմռանը ընդգծելու, որ մեր հանձնառությունը Ուկրաինայի արդար պայքարին մնում է անփոփոխ եւ հստակ ազդանշան ուղարկելու ինչպես ուկրաինացի ժողովրդին, այնպես էլ ագրեսորին։ Մենք չենք հանձնվի, մինչև խաղաղություն չվերականգնվի Ուկրաինայում։ Խաղաղություն Ուկրաինայի պայմաններով, գրել է Ֆոն դեր Լեյենը սոցիալական ցանցում։ Անտոնիո Կոստայի խոսքով դերևս կա մեկ ընդհանուր նպատակ Ուկրաինայում արդար եւ կայուն խաղաղության հասնելու համար։ Եվրախորհրդարանի նախագահը արձագանքում է պատերազմի սկսվելու 4-րդ տարելիցին։ Մարտի 4-ին Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը կժամանի Վաշինգտոն երկօրյա այցի շրջանակներում վրացի խորհրդարանականները կմասնակցեն ինքնիշխան ազգերի դաշինքի առաջին գագաթնաժողովին։ Նախատեսված ռազմավարական երկխոսության շրջանակներում կքննարկվեն համագործակցության եւ հարաբերությունների խորացման հարցեր։ Գագաթնաժողովի կազմակերպիչը ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի կողմից հիմնադրված կազմակերպությունն է։ Ինչպես նշում է կազմակերպությունը, իրենց շարժումը հիմնված է ինքնիշխանության, հաշվետվողականության եւ ազգերի սեփական զարգացման ուղին որոշելու հիմնարար իրավունքի վրա։ Այս կարևոր հարցերի շարքում վրացական պատվիրակությունը կօգտագործի հայտարարված այցը այս ուղերձը տարածելու համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Դունյագյուզալ Գուլմանովայի հետ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս մասին գրառել է իր սոցիալական ցանցում։ Կառավարության ղեկավարը նշում է, որ հանդիպման ժամանակ քննարկել են Վրաստանի եւ Թուրքմենստանի միջև համագործակցության ամրապնդման ուղիները։ Բացի այդ, նաեւ Վրաստանի եւ Թուրքմենստանի միջև առկա քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իլխամ Աբդուրախմանի հետ։ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ հանդիպման ժամանակ ընդգծել են Վրաստանի և Տաջիկստանի Հանրապետության միջև պատմականորեն բարեկամական հարաբերությունները։ Շալվա Պապուաշվիլին երախտագիտություն է հայտնել Տաջիկստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։ Ուշադրությունը կենտրոնացել է խորհրդարանական կապերի ամրապնդման վրա, այդ թվում խորհրդարանական նախագահների այցելությունների կազմակերպման և խորհրդարանական բարեկամական խմբի միջև համագործակցության խորացման միջոցով։ Կորպորատիվ բնակարանաշինությունից տուժած ավելի քան 60 ընտանիքի տրամադրվել է բնակարան։ Նրանք բնակարաններ են ստացել Արվարձանային Դիդի Դիղոմի Արչիլ Մեփե փողոցի 23 հասցեում։ Այս հասցեի նոր բնակիչներին բանալիները հանձնել է քաղաքապետը։ Նոր շենքի շինարարությունը սկսվել էր 2022 թվականին և ավարտվել է անցյալ տարվա վերջին։ Կորպորատիվ բնակարանաշինությունից տուժածներին բնակարան նորով ապահովելու գործընթացը մեկնարկվել է դեռևս 2018 թվականին։